Ինչպես են տրամադրված իմպուլսի երկրպագուները։ Ինչպես է տրամադրված արևմտյան տրիբունան։ Վատ տրամադրված չէ արևմտյան տրիբունան։ Իսկ հիմա դիմավորենք Կարին ավանդական երկի պարի խումբ։ Դժվար։ Բայց փակել էր մոտակա անկյունը Էլիազյանը, այնինչ եւ պետք է անի դարպասապահ, անկյունային հարված իմպուլսի դարպասի մոտ փոխանցում, հարված եւ գնդակը իմամ նորից։ Հրաշքով չի հայտնվում ցանցում։ Բռնում են գլուխները Շիրակի ֆուտբոլիստները։ Որ Էլիազյանը անհաշվը նկատ դուրս եկավ, բայց հետո ուղղեց իր սխալը։ Այս անգամ անկյունային ինչպես կխաղարկվի, Եղեցիկ էր, փոխանցում, հարված և գոլ։ Վարկում է աշիվը և Շիրակը առաջ է անցնում այս խաղում առաջին խաղակեսի ավարտին։ Անկյունայինի հերթական խաղարկումը գյումրեցիներին հաջողություն է բերում և Լամին Լիյորոն է դառնում գոլի հեղինակ, եթե չեմ սխալվում, ոչ։ Կարծես Այո, Լամին Լիյորոն 5 համարը։ Կրտնապատկերը շատ հնարամիտ խաղարկվեց անկյունայինը և դա անակնկալ էր իմպուլսի պաշտպանների համար։ Մոտ տարածությունից ուղղակի ռմբակոծեց դարպասը Լամին Լիյորոն։ Հասնել թե ոչ։ Ոչ, չի հասցնում և վերջ հանդիպումն ավարտված է Գյումրիի Շիրակը 2012 թվականի Հայաստանի գավաթակիրն է։ Շնորհավորանքներ են ստանում գյումրեցի ֆուտբոլիստները, ողջ ստադիոնը ոտքի վրա է, ցնծում է, որովհետև սա երկար սպասված հաղթանակ է։ Առաջին անգամ իր պատմության մեջ և միայն 5-րդ փորձից հոբելյանական 100-րդ խաղում գավաթի խաղարկություններում Շիրակը հաղթանակ է տանում և այս հրավառությունը Գյումրիի Շիրակի ֆուտբոլիստների պատվին է։ 1-0 հաղթանակը նվազագույն հաշվով ստացվեց շատ բարդ, շատ ծանր, ձեռք բերվեց շատ իրոք ծանր պայքարում, բայց արժանի հաղթանակ էր։ Շիրակը գավաթի վերջին երկու խաղարկություններին շատ մեծ պատասխանատվությամբ մոտեցավ, անցած տարի հասավ եզրափակիչ, որտեղ խաղից առաջ, այսպես ասենք, դասավորությունով չզիջելով Միկային ոչինչով պարտվեց խոշոր 1-4 հաշվով, իսկ այս տարի արդեն Արազատ ստադիոնում Շիրակը ամեն ինչ շտկեց։ Նվաճված է գավաթը և ինչով էր նաև կարևոր այս հանդիպումը, ես միայն հիմա եմ այդ մասին խոսում, հաղթողը չէ որ իրավունք կստանար հաջորդ տարի Հայաստան ներկայացնել Եվրոպա լիգայի խաղարկությունում։ Եվ հիմա այդ իրավունքը նվաճում է Շիրակը։ Մենք մնում ենք եթերում, մենք կտեսնենք, թե ինչպես գավաթ կստանա Շիրակի ավագ Տիգրան Դավթյանը, իսկ սա միակ գնդակն է այս հանդիպման առաջին խաղակեսում գրանցված Անդրանիկ Բարիկյանի փոխանցումից հետո Լամին Լիյորոն դարձավ այդ գոլի հեղինակը և շարունակում են շնորհավորանքներ ընդունել Շիրակի ֆուտբոլիստները, պատվո շրջան են հիմա կատարում ստադիոնում, երկրպագուներն էլ ոտնկայց նրանց ծափահարում են։ Արժեր իհարկե այսքան սպասել, որպեսզի ցնծությունը այսքան բուռն լինի։
Ես ասացի հաջորդ տարի, հաջորդ խաղարկությունում նկատի ունեմ Շիրակը Եվրոպա լիգայում խաղա։ Եվ հիմա այս պատվո շրջանից հետո Շիրակի ֆուտբոլիստները կան և կստանան Հայաստանի գավաթը, իսկ ինչ կարելի է իմպուլսի մասին ասել, այս մրցաշրջանը շարունակում է հաջող ընթանալ իմպուլսի ֆուտբոլիստների համար, նրանք շարունակում են պայքարը ամենաբարձր տեղերի համար առաջնությունում, նրանք հասան մինչև եզրափակիչ, որտեղ նույնպես ողջ ուժերը դրեցին հաղթելու համար, բայց չստացվեց։ Նորավորեց հիմա Հովհաննես Գրիգորյանին, Էդուարդ Կարկոսյանը ոչ վաղ անցյալում այս երկու ֆուտբոլիստները թիմակիցներ էին Երևանի բանանցում։ Հիմա տարբեր թիմերի կազմերում են հանդես գալիս եւ մրցեցին եզրափակիչում։ Շատ վստահ, շատ լավ սպասարկեց այս հանդիպումը նաեւ իտալական անձնակազմը մրցավարների։ Եվ հիմա նախապատրաստվում է պարգևատրման արարողությունը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն է ձեր էկրաններին։ Եվ մրցավարները Ռուբեն Հայրապետյանից ստանում են իրենց նվերները։ Ինչպես ընդունված է, մրցավարները նույնպես գնահատվում են Շնորհակալություն հայտնենք սպասարկող մրցավարական կազմին։ Եվ այս ծափահարությունները հենց մրցավարներին են ասցիագրված։ Եվ հիմա մեդալներ կստանան իմպուլսի ֆուտբոլիստները։ Ողջուն են Դիվիջանի իմպուլս ակումբին։ Բարեկամներ, ուղիղ եթերը մեր ավարտում ենք առաջին ալիքի եթերում, դիտեք Քարոզ Արշավը ազգային ժողովի ընտրությունների